Հրապարակ օրաթերթը գրում է Պապիկյանի Ազատբաշին վերահսկում են զինվորականներին։ Զու բարձրագույն եւ ավագ սպայական կազմի հերթական ատեստացիայի գործընթացը պարզվում է վերահսկում է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքի խաչեղբայրը Ազատբաշին Արմեն Ղալեչյանը, որը չի ծառայել բանակում, բայց որսորդական համազգեստով ԿՇՊետ Էդուարդ Ասերյանի կողքին նստած ամենապատասխանատուն գործառույթն է իրականացնում։ Վերահսկում է ատեստացիան։ Եթե անգամ չի վերահսկում, ապա ներկա է զու բարձրագույն սպայակազմի գիտելիքների ստուգմանը։ Այս փաստը վրդովմունք է առաջացրել ճանապարհ անցած զինվորականները։ Դա համարում են անարգանք իրենց նկատմամբ, քանի որ բանակի հետ կապ չունեցող մարդուն վերակացու են կարգել իրենց։ Ղալեչյանը մինչ Պաշտպանության նախարարություն տեղափոխվել է, եղել է Երևանի ավականու իմ քայլը խմբակցության անդամ, իսկ Պապիկյանի տարածքային կառավարման նախարար եղած ժամանակ աշխատել է տարածքային կառավարման նախարարությունում։ Պապիկյանը նրան իր հետ արել է Պաշտպանության նախարարություն։ Առհասարակ Սուրեն Պապիկյանն իր բազմաթիվ ընկերներին ու ազգականներին իր հետ համակարգից համակարգ է տեղափոխում, ազատվող հաստիկների նշանակում մերձավորներին իր ազդեցությունն ընդլայնելով։ Ղալեչյանի անունը բազում աղմկահարույց պատմություններում է շրջանառվել։ Մի քանի տարի առաջ նա Ծիրանիում ռազմորկայի էր մասնակցել, իսկ իշխանափոխությունից առաջ հրապարակային ծաղրել էր Աստվածաշունչը եւ խաչը, համարելով, որ խաչ համբուրելը հակահիգենիկ է։ Փաստ օրաթերթը գրում է, ովքեր են հետևելու Գյումրիում եւ Փարաքարում տեղի ունենալիք ընտրություններին։ Վաղը Գյումրիում եւ Փարաքարում տեղի կունենան ավականու ընտրություններ։ Այսօր լռության օր է, այսինքն քաղաքական ուժերը քարոզչություն չեն անի։ Գյումրեցիներն ու փարաքարցիներն էլ գլուխները խաղաղ կմտածեն վաղվա իրենց ընտրության մասին։ Ցանկացած ընտրության ժամանակ կարևոր խնդիր ունեն լուծելու դիտորդները, հետևելու նախընտրական ու ընտրական գործընթացներին, արձանագրել խախտումները, հնարավորության դեպքում կանխել դրանք, ներկայացնել եզրակացություններ։ Օրեր առաջ Գյումրի եւ Փարաքար համայնքներում տեղի ունենալիք թիմ ընտրություններին անկախ դիտորդի կարգավիճակ հանդես գալու որոշում էր կայացրել Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը, պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն եւ երիտասարդական ակումբների դաշտություն ՀԿ-ների հետ միասին։ Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրություններին անկախ դիտորդական առաքելության կազմում քվեարկության ընթացքին հետևելու մասին հայտարարեց նաեւ Երևանի նախկին քաղաքապետ Նոր ուժ կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը։ Նշենք, որ խոսքը Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ-ի մասին է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ Գյումրի եւ Փարաքար համայնքներում տեղի ունենալիք թիմ ընտրություններին անկախ դիտորդի կարգավիճակով մասնակցելու ընդամենը 5 հայտ է ներկայացվել։ Հայաքվեն, Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ-ն, ականատես դիտորդական առաքելությունը, անկախ դիտորդ հասարակական դաշինքը, Գյումրու առաջընթաց ՀԿ-ն։ Հայաստանում կան կազմակերպություններ, որոնք հաճախակի են անդրադառնում ընտրական գործընթացներին, այս կամ այն կերպ առաջվում են ընտրություններին, ընտրական եւ այլ իրավունքներին, սակայն հայտ չեն ներկայացրել։ Օրինակ, թվում է այս առումով պետք է ակտիվ լիներ նաեւ Հայաստանի Հանրապետության նախկին մի պարման Թաթոյանի հիմնադրամը, առավել եւս, որ նա քաղաքական ակտիվության հայտ է ներկայացնում, սակայն նա բավարարվել էր իրավապաններին նախորդին Գյումրիում կազմակերպած շոուին իր Facebook-յան էջում գրառմամբ անդրադառնալով։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, բենզինը թանկացել է, իսկ հեղուկ գազի միջին արժեքը 143 դրամ է կազմել։ 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին վառելիքի ոլորտը գնային առումով կարծես անկայուն է եղել։ Այժմ ներկայացնենք, թե նույն ժամանակահատվածում ինչպիսի գնաճ է գրանցվել ոչ պարենային ապրանքների շրջանում։ Այսպիսով, համաձայն վիճակագրական կոմիտեի տվյալների 2025 թվականի փետրվարին 2024 թվականի փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը նվազել է 0.3%-ով, իսկ 2025 թվականի հունվարի համեմատ արձանագրվել է 0.8% գնաճ։ Հանրապետության դիտարկվող 10 բնակավայրերում 2025 թվականի փետրվարին հունվարի համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.2-ից 1.2%-ով, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը։ Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 1.0%-ով։ 2025 թվականի փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի 0.1% գնանկում, իսկ դիզելային վառելիքի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ։ Ոչ պարենային ապրանքները ներառում են նաև վառելիքի տեսակները։ Այսպիսով 2025 թվականի փետրվարին 2024 թվականի փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 0.6% գնաճ եւ դիզելային վառելիքի 5.0% գնանկում, իսկ 2024 թվականի դեկտեմբերի համեմատ համապատասխանաբար 0.4%, 0.4%
եւ 0.9% գնաճ։ 2025 թվականի փետրվարին 2024 թվականի փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հեղուկ ածխաջրածինների բութան, պրոպան եւ այլն 29.0%, իսկ 2025 թվականի հունվարի համեմատ 32.1% գնանկում։ Ընդ որում 2025 թվականի փետրվարին հեղուկ ածխաջրածինների բութան, պրոպան եւ այլն միջին ամսական գինը կազմել է 143.1 դրամ։